Իտալական առաջադեմ տեխնոլոգիա, բնության կողմից ստեղծված գեղեցկություն և անհատական ընտրության հնարավորություն։ Այս ցուցասրահում յուրաքանչյուր արհեստական քարե սալիկ կարող է դառնալ ձեր ինտերիերի անկրկնելի մասը, լցված նրբագեղությամբ և յուրահատուկ հմայքով։ Եթե ձեզ հետաքրքիր են արհեստական քարերը, ապա դիտեք հոլովակը մինչև վերջ։ Բարև ձեզ սիրելի դիտորդներ, ես Նարինեն եմ Full House ընկերությունից։ Այսօր մենք գտնվում ենք Չինաստանի ամենամեծ արտադրամասերից մեկում, որտեղ արտադրում են սուպեր ժամանակակից արհեստական քարեր, ռուսերեն լեզվով ասած սպիչոննի կամեն, կերամոգրանիտ եւ մեծաֆորմատ սալիկներ։ Այս հոլովակում ցույց կտամ, թե ինչու է արհեստական քարերը հեղափոխություն ինտերիերի աշխարհում։ Ֆոշանը դարեր շարունակ կրում է կերամիկայի մայրաքաղաք տիտղոսը, որտեղ կերամիկայի արտադրությունը սկսվել է ավելի քան 5000 տարի առաջ։ Տեսեք այս հսկայական տարածքը, հազարավոր տեսականիներ կան։ Այստեղ կան սալիկներ 0.6 մետրից մինչև 3.2 մետր երկարությամբ։ Իդեալական խոհանոցի սեղանների, պատերի կամ հատակի համար։ Պատկերացրեք 1 կտորով կամ սլեբով ամբողջ պատ կամ սեղան առանց կարերի։ Այս ցուցասրահում կարող են գտնել մատվի, փայլով, կիսափայլ, նույնիսկ հյուսվածքով, որոնք ընդօրինակում են բնական մարմարը, փայտը կամ քարը։ Արհեստական քարը կամ ռուսերեն լեզվով ասած սպիչոննի կամեն պատրաստվում է շատ բարձր ջերմաստիճանի և ճնշման տակ, դառնալով գրեթե անկոտրուն, ինչպես նաև չի ներկվում սուրճից կամ գինուց, ինչը չես կարող ասել բնական մարմարի մասին, որը գինին հեշտությամբ ներծծվում է իր մեջ և հետք է թողնում։ Արհեստական քարերը ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ չեն գունաթափվում, կարող են օգտագործվել արտաքին ճակատների համար, դիմանալով եղանակային պայմաններին առանց գունաթափելու։ Տեսեք այս մարմարի իմիտացիան, գծերը կարծես խորանում են ներս, 3D էֆեկտ է ստեղծում։ Մոտիկից նայելիս դժվար է տարբերել իրական մարմարից, իսկ հեռվից ընդհանրապես տարբերելն անհնար է։ Իսկ սրանք փայտի հյուսվածքով են, փայտի համեմատ ավելի դիմացկուն և չեն փչանում խոնավությունից։ Ասեմ նաև, որ արհեստական քարը ստեղծվում է բնական հանքանյութերից, բայց առանց որևէ սինթետիկ սոսինձների։ Այն ձևավորվում է ծայրահեղ բարձր ջերմաստիճանում, ավելի քան 1200 Ցելսիուսում և հսկայական ճնշման տակ։ Այն ընդօրինակում է երկրի վրա բնական քարերի առաջացման գործընթացը, որը տևում է միլիոնավոր տարիներ, բայց այստեղ ամեն ինչ արվում է ընդամենը ժամերի ընթացքում։ Ավելին, այն հակաբակտերիալ է և հեշտ է մաքրվում, քանի որ ոչ մի ծակոտկենյություն չունի, իդեալական խոհանոցի կամ լոգարանի համար, և այն ունի ևս մեկ առավելություն, որ բնական քարերի համեմատ հեշտ է բեռնափոխադրում կատարելը։ Արհեստական քարը ոչ միայն գեղեցիկ է, այլև էկոլոգիապես մաքուր։ Այն չի պարունակում կրիստալային սիլիկա, որը վնասակար է առողջության համար արտադրության ժամանակ, և 100% բնական հանքանյութերից է պատրաստված, առանց տոքսիկների։ Սա նշանակում է, որ անվտանգ է մարդկանց համար և կարող էր վերամշակվել։ Սա կատարյալ ընտրություն է այն մարդկանց համար, ովքեր շատ են գնահատում առողջ ինտերիերը։ Ամենահետաքրքիրն այն է, որ որոշ նմուշներում նախշերը այնպես են դասավորված, որ կարծես շարժվում են, օպտիկական իլյուզիա է ստեղծում։ Ոմանք ասում են սխալ է տպագրված, բայց իրականում դա դիզայնի հնարքն է, ավելի բնական տեսք հաղորդելու համար։ Տեսեք, եթե ձեռքով շոշափես, այն հարթ է, բայց աչքով թվում է խորքային։ Սա ամենահետաքրքիր պահն է, քանի որ երբ ցույց ենք տալիս պատվիրատուներին, բոլորը հարցնում են, արդյոք սա իսկական քար է։ Դուք միգուցե կմտածեք, թե ինչու գնել ապրանքները Չինաստանից, երբ կա տեղական շուկան, բայց իրականում դրան կա 3 հստակ և համոզիչ առավելություններ, որոնք դարձնում են Չինաստանից գնումը շատ ավելի խելացի և շահավետ։ Առաջին՝ գին որակի անհավանական հարաբերակցությունը։ Այստեղ դուք կարող եք գտնել իսկապես բարձր որակի ապրանքներ շատ մատչելի և լավ գներով, առանց կորցնելու որակը։ Այն գործարանները, որոնց հետ մենք համագործակցում ենք, օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ և խելամիտ արտադրական գործընթացներ, որոնք թույլ են տալիս պահպանել բարձր ստանդարտներն ու միաժամանակ առաջարկել գներ, որոնց հետ տեղական շուկան չի կարող մրցակցել։
Երկրորդ, անսահման եւ հսկայական տեսականի։ Չինական շուկայում արկա է լայն եւ բազմազան տեսականի, որ երբեմն նույնիսկ դժվար է կողմնորոշվել, թե որ մոդելը կամ տարբերակը ձեզ ավելի շատ դուր կգա։ Ամեն ինչ, սկսված ամենափոքր դետալից մինչև ամենաբարդ դիզայն, հասանելի է մեկ տեղում, ինչը տեղական շուկայում գրեթե անհնար է գտնել։ Երրորդ, անհատականացում եւ ճկունություն։ Դուք կարող եք պատվիրել ձեր ուզած չափերով, ձեր նախընտրած դիզայնով եւ ցանկացած հատուկ պահանջով։ Չինաստանի գործարանները շատ ճկուն են, արագ արձագանքում են անհատական պատվերներին եւ պատրաստ են հարմարեցնել արտադրանքը ձեր ցանկություններին համապատասխան։ Այս մակարդակի ճկունությունն ու հեշտությունը չես կարող ասել Իտալիայի կամ այլ եվրոպական գործարանների մասին, որտեղ ամեն ինչ ավելի խիստ եւ ստանդարտացված է։ Իսկ հիմա ամփոփենք, եթե ուզում ես ժամանակակից, դիմացկուն եւ գեղեցիկ ինտերիեր, արհեստական քարը լավագույն ընտրություն է։ Արդեն շատերն օգտագործում են խոհանոցների, լոգարանների համար։ Լավ է հատակի, պատի սալիկների, ավելի բյուջետային լուծումների համար։ Եթե գնում ես խոհանոցի սեղանի, բարձրորակ հատակի կամ երկարակյաց լուծման համար, արհեստական քարը ավելի լավ ներդրում է։ Իսկ եթե բյուջեն սահմանափակ է, այդ դեպքում կերամիկան ավելի ճիշտ ընտրություն է։ Այս հսկայական ցուցասրահում, որտեղ ամեն ինչ լցված է իսկապես հեղափոխական սլեբներով, հասկանում ես, որ արհեստական քարը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև խելացի ընտրություն, ժամանակակից կյանքի համար։ Այն դիմանում է ամեն ինչի, տաք կաթսաներից մինչև արևի ճառագայթներ։ Չի առաջանում բծեր եւ մնում է կատարյալ տարիներ շարունակ, առանց հատուկ խնամքի։ Հիշեցնեմ նաև, որ այս ամենը հասանելի է Չինաստանի լավագույն արտադրողներից մեկի արտադրամասին։ Ջեքսոն, արհեստական քարը ինչպես է պատրաստվում։ Ընդհանուր արհեստական քարը պատրաստվում է կավ, քվարց, ֆելդսպար եւ այլ նյութեր մանրացնելով, բարձր ջերմաստիճանում մշակելով, հետո բարձր ճնշման տակ սեղմելով ստանալով հումք։ Այնուհետև բարձր ջերմաստիճանով այրում են։ Տեսած սպիտակ հումքի վրա գույնավոր նախշերը լցնում են հատուկ նյութով, հետո երկրորդ անգամ բարձր ջերմաստիճանով այրում են, ստանալով պատրաստի արտադրանք։ Հիմա շատ արտասահմանյան ընկերություններ գալիս են Չինաստան գնելու, որովհետև որակ-գին հարաբերակցությունը շատ լավ է։ Չնայած չի կարող լինել 100%-անոց իդեալական, բայց հասնում է 80-90%-ի։ Կարելի է հարվածել, չի կոտրվի։ Արհեստական քարը այնքան փխրուն չէ, որքան կարող եք պատկերացնել, բայց այն պատկանում է ճենապակու տեսակին։ Եթե սուր բանով հարվածես, կարող է վնասվել, բայց սովորական օգտագործման դեպքում ամբողջովին նորմալ է։ Հասկացա, շնորհակալություն։ Եթե դուք ցանկանում եք գնել այս սալիկները կամ պարզապես խորհրդատվություն ստանալ ձեր նախագծի համար, գրեք մեզ մեկնաբանություններում, ուղարկեք հաղորդագրություն կամ պարզապես զանգահարեք մեզ WhatsApp-ով։ Եվ ամենակարևորը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր էջերին YouTube-ում, Instagram-ում եւ Facebook-ում, որպեսզի բաց չթողնեք նոր, ավելի հետաքրքիր հոլովակները գործարանային այցերից, նոր մոդելների ցուցադրությունից եւ օգտակար խորհուրդներից։